Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր փոխել էր պաշտոնը։ Ինքը հայտնվեց թիվ 38 մանկապարտեզում երեխաների այս վանկարկումներից հետո։ Ձմեռպապ Աշոտյանը բաժանում է նվերները, հետո լրագրողների հետ կիսում իր տպավորությունները։ Մտածում եմ երեխաներին ուրախացնեմ, բայց ստացվեց այնպես, որ ես էլ շատ ուրախացա, որովհետև չգիտեմ, լավ էր, ամբողջ տարվա չարությունն անցավ, երեխաներից լիցքավորվեցի։ Տեսախցիկների առաջ աշխատելու փորձ ունեցող Արմեն Աշոտյանը չի թաքցնում իր հուզմունքը։ Ստացվեց երևի տարվա առաջին հայացքից պարզ, բայց ամենաբարդ բեմելն էր։ Թե միջոցառման մասին տեղեկացվել էին լրատվամիջոցները, նախարարը պնդում է, սա իր մտահղացումն է։ Անակնկալ էր տնօրենի համար, իմ ընկերոջ կինն է, ես այս անակնկալ ուզում եմ անել միտեղ, որտեղից դուրս չէր գա նախապես։ Դավար ամենամտերիմ մարդկանց փորձեցի համոզել, որ եկեք միասին անենք եւ տնօրենը մանկապարտեզի համաձայնեց փակ պահել այս անակնկալը միջև վերջ։ Իսկ մանկապարտեզի տնօրենը ազգային ժողովի նախագահ Գալուս Սահակյանի հարցն է։ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինը։ Մանկապարտեզում Արմեն Աշոտյանը մեկ այլ գաղտնիք էլ է բացում։ Ես մանկապարտեզ չեմ գնացել։ Չեն տվել մերոնք, չգիտեմ, տնային կրթություն էին կազմակերպել։ Դա իհարկե լավ չէր, որովհետև մանկապարտեզը հատկապես այսօր դա երեխաներին հասարակության ընտելացնելու եւ կրթական հիմքերը դնելու լավագույն ձևն է։ Մանկապարտեզային փորձ ունեցող երեխաներն էլ բացում են իրենց գաղտնիքները, մասնավորապես թե ինչ մասնագետ են ուզում դառնալ։ Համ զիվոց, համ քիմիկոս, համ էլ ոստիտան, որովհետև տենց եմ սիրում։ Միլիցիա, բռնումա։ Երեխաները ձմեռպապից նվերների մեծ մասը ակնկալում են ստանալ ամանորի գիշերը։